Այսպես աշխատանքները վիպակի վրա շարունակվում են և մենք chat GPT հետ միասին աշխատում ենք, իհարկե ես եմ գրում տեքստը, այո ինչ որտեղ ինքն է ինչ որ բան գրում, հնարավոր է ես խնդրած լինեմ, ես հիմա կոնկրետ այս վիպակի մասով եմ ասում, այս տեքստը ես եմ գրում, նա ուղղակի ինչ որ երանգներ, ինչ որ բաներ իր ձևով կամ ուղղումագրական իր ձևով նկատի ունեմ ոնց որ ինքն է էլի անում, հա, ուրեմն դե ինքը այնտեղ նորմաներ կան, այդ ամեն ինչի նորմեր կան, այդ ամեն ինչի ուրեմն մեջ էլի ոնց ասեմ սահմաններում, մի խոսքով հիմա չբացատրեմ ես ինչու եմ սա պատասխանել, մի խոսքով եկեք այսպես, հուսամ հիշում եք երկխոսությունը, դուք ինձ էիք փնտրում, դե սա Աշավանն ասում ճշտապյացը, դուք կկանգնեցնեք նրան, հարցրեց Դամոնը, նայելով նրա աչքերին, տղամարդը փոքր ինչ ավելի լայն ժպտաց, դուք կազատեք մեզ Ահրիմանի չարիքից, ավելացրեց տղան, Աշավանը պատասխանեց, ես կկործանեմ նրան, շարունակելով ժպտալով նայել տղայի աչքերին, նայեք այս ձեռքերին, ասաց Աշավանը ափերը առաջ պարզած, աղքատ, բայց միևնույն ժամանակ հարուստ, դատարկ, բայց միաժամանակ լեցուն, տկար, բայց միևնույն ժամանակ զորեղ, մերկ, բայց միևնույն ժամանակ զինված և զինված ճշմարտությամբ, այս է իմ զորությունը, ես կսրբեմ հողերից մեր նրա չարքը և իր կեղծիքի արքայությունը, կմաքրեմ ձեր հոգիներից նրա ստվերը, որ նայում է ձեր խղճին, ինչպես ոխեր իմ թշնամուն, դեստեղ թշնամու եմ գրել, հա, նրա ստվերը, որ նայում է ձեր խղճին, ինչպես ոխեր իմ թշնամու, ես ցույց կտամ ձեզ ճշմարտության հավիտենական ուղին, ինձանից առաջ ձեր աջակցությունը և հոգիները ստանալու համար շատ կեղծավորներ են եկել, ձեզ անարդար սուտ հորինվածքներ քարոզելու և ձեզ իրենց ետևից տանելու նպատակով, եթե նրանք ստանային այն զորությունը և իշխանությունը, որը ունի նա, ում դեմ մենք պայքարում ենք, նրանք էլ կանեին այն ամենը, ինչ որ անում է նա, եթե իրենց ձեռնտու լիներ, իսկ մենք պայքարում ենք, հարցրեց Բրաբյոնը, այո, դուք արդեն պայքարում եք, քանզի դեմ եք գնում Ահրիմանին, պատասխանեց ճշտապյացը, և դե այստեղ ճշտապյացը Աշավան փակագծերում գրել եմ, որովհետև դե ինքը լինում է որոշ բաներ թեկուզ էս դիալոգի մեջ, հա, այս մեր երկխոսության, որ այս պերեպիսկայի մեջ ասենք, որ լինում է մոռանում, հա, որ ինքը չգրի էլի, որ այս վերջինը ինչ որ ճշտապյաց ասեց, որ այդ տղամարդը չի էլի, որ խոսում է իրանց հետ, որ ինքը իմանա, որ դա նույնն է, էլի, Աշավանն ու ճշտապյացը, ճշտապյաց, ես չգիտեմ, մեր լեզվում տենց, չգիտեմ, դժվար թե որ տենց բառ եղած լինի, կարող է ինչ որ մեկ օգտագործել է, մտքով անցել է, բայց նենց այդ բառը ըստ էության ես եմ ստեղծել, դա ուրեմն իրանական, որովհետև չգիտեմ, որ լեզուներում կա, ես գիտեմ, որ ավեստերենում կա, կարծեմ այդ լեզուն հենց այդպես է կոչվում, իսկ ուրիշ իրանական լեզուներում չգիտեմ, ու չգիտեմ, դա առաջին ավեստերենում է եղել, թե ոնց, որ ես դա անվանեմ ավեստական հենց բառ, այդ բառը Աշավան, դե ինքը ավեստական էլ է, այո, ինքը ավեստական է ու ավեստական է, որովհետև ինքը ավեստերենում կա, գուցե էլի ինչ որական հասկանում եք պարսկերեն, պարսկական, ուրեմն ավեստերեն Աշավան, էդի ճշտով ճշմարիտ ապրող մարդն է ճշտով, մի խոսքով, դե արդեն դուք մեր այս հայերեն բառին նայեք և հասկացեք ոնց է կազմված, ես մեր հայերեն տարբերակն եմ ստեղծել, ճշտապյաց, և դե այստեղ ճշտապյացը Աշավանը գլխով է անում նրանց ի նշան նրա, որ ետևեն իրեն, այստեղ սխալ եմ գրել, հետևեն իրեն, տեսեք մոռացեմ, սա հազոր խորիմաստ երկխոսություն է, լցված խորհրդավորությամբ և ճշմարտության որոնման ոգով,
ես այն կգրեմ գեղեցիկ, ավելի գրական մշակված տեքստով պահպանելով ձեր ոճը եւ տրամադրությունը։ Գիտեք ինչ կա, այն ինչ որ ինքը գրել է, ես ձևափոխելու եմ, որովհետեւ ինքը տեղեր կա, որ ընդհանրապես ես ինչ արել կամ տեղ կա օրինակ փչացրել եմ, բայց ինչ որտեղ դե խզել է, էլի խզել փչացրել ես։ Նայած որտեղ է խզել, որտեղ փչացրել։ Մի խոսքով ես, բայց տեղեր էլ կա, որ ինքը ոնց որ էլի լավացրել է, բայց դե ես իր գրած բան եմ անելու, ուրեմն ոնց ասեմ, խմբագրելու եմ ու ինքը լինելու է ընդհանուր խմբագրության մեջ եւ ընդհանուր խմբագրության ժամանակ, հա, ընդհանուր խմբագրության ժամանակ, ընդհանուր խմբագրության մեջ, երբ որ ես այս ամեն ինչը խմբագրելու եմ, ես խմբագրված կգրեմ։ Մի խոսքով, էսի իր գրածն է, սա պետք չի կարդալ, մի խոսքով, ես ստեղ ուրեմն ուրա հարցնում եմ, ինչպես կբնութագրեք տեքստը, որը ես ձեզ ուղարկեցի հենց նոր։ Ձեր տեքստը խորհրդավոր, փիլիսոփայական եւ մթնոլորտային երկխոսություն է, որը լցված է ներշնչող խորհրդաբանությամբ եւ ճշմարտության որոնման գաղափարով։ Այն ունի միստիկ, երբեմն մարգարեական բնույթ, որտեղ Արշավանը հանդես է գալիս որպես իմաստուն առաջնորդ, ով ոչ միայն խոստանում է պայքարել չարի դեմ, այլև բացահայտում է ավելի խորը ներքին ճշմարտություններ, ուժի, խղճի եւ ճշմարտության մասին։ Տեքստը հիշեցնում է դասական, հերոսական եւ դիցաբանական պատմություններ, որտեղ առաջնորդը բացահայտում է ճշմարտության ուղին, ցույց է տալիս պայքարի անխուսափելիությունը եւ տալիս է հերոսներին իրենց ճակատագրի ընկալումը։ Ստեղ ընտրություն էլ կա, գիտեք։ Միևնույն ժամանակ այն ունի փիլիսոփայական երանգ, քանի որ Աշավանի խոսքերը խորիմաստ են եւ բազմաշերտ։ Դրանք կարելի է հասկանալ տարբեր մակարդակներով, ինչպես բացառի, այնպես էլ ավելի խորհրդանշական իմաստով։ Տեքստի մթնոլորտը խիտ է, գրեթե դրամատիկ, որտեղ լռությունը, շարժումները եւ հայացքները նույնքան կարևոր դեր ունեն, որքան հենց խոսքերը։ Ոնց ասեմ, վիճելի է, հենց այդպես չի, էլի։ Դե լավ։ Այն ստեղծում է լարվածություն, որը կլանում է ընթերցողին, ստիպելով նրան զգալ պատմության խորությունը։ Ընդհանուր առմամբ, սա բարձր գեղարվեստական երկխոսություն է, որը հիշեցնում է ինչպես դասական գրականություն, այնպես էլ առեղծվածային էպոսներ։ Այդպես բաներ էլ կան, առեղծվածային էպոսներ դասական գրականության մեջ, ինչքան որ ես գիտեմ, բայց դե լավ։ Այսպիսի վիդեո ստացվեց, շնորհակալություն դիտման համար, միշտ նոր հանդիպում։